Հարսը բացահայտեց դավաճանությունը 300 հյուրերի ներկայությամբ սկանդալը կործանեց երկու ընտանիք։ Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքիս ամենաերջանիկ օրը կվերածվի ամենասարսափելի մղձավանջի, որը կարող է ապրել մարդը։ 300 մարդ նայում էր ինձ, իմ ընտանիքին, նրա ընտանիքին, այլ երկրներից եկած ընկերներին, ահա ես, ձեռքումս սպիտակ վարդերի փունջ, մինչ իմ աշխարհը փլուզվում էր։ Բայց նախքան ձեզ պատմելը, թե ինչ է պատահել այդ դահլիճում, ես ուզում եմ, որ դուք հասկանաք, թե ինչպես ենք մենք այնտեղ հասել, քանի որ այս ամենը իմաստ չունի առանց ամբողջ ճշմարտությունը իմանալու։ Իմ անունը Անահիտ է, ես մեծացել եմ Սան Պաուլոյի ավանդական հայկական ընտանիքում, ծնողներս ներգաղթել են 90-ականներին, իրենց հետ բերելով ոչ միայն ճամպրուկներ երազանքներ, այլ մի ամբողջ մշակութային ժառանգություն, որը երբեք թույլ չեն տվել կորցնել։ Մեր տունը միշտ եղել է Բրազիլիայում գտնվող Հայաստանի մի կտոր, կիրակի օրերին պատրաստվող խոհարարի բաճկոնների հոտը, պորտուգալերենի հետ խառնված հայերեն զրույցները, համայնքային տոնակատարությունները, որտեղ բոլորը ճանաչում էին միմյանց, ամենակարևորը, որտեղ բոլորը գիտեին միմյանց գործերը, այս մտերմությունը, որը մեզ միավորում էր, հենց այն էր, ինչը ամեն ինչ ավելի ավերիչ կդարձներ։ Ես Լոնին հանդիպեցի, երբ 23 տարեկան էի։ Նա 2 տարով մեծ էր, մի ընտանիքի որդին, որին իմ ծնողները ճանաչում էին եկեղեցուց։ Հայ առաքելական եկեղեցին մեր համայնքի սիրտն էր։ Ամեն կիրակի մենք այնտեղ էինք, ոչ միայն հավատքի համար, այլ որովհետև այնտեղ էինք գտնում մեր ժողովրդին, մեր լեզուն, մեր ինքնությունը։ Լոնը երգում էր երգչախմբում, ուներ այն խորը շագանակագույն աչքերը անկեղծ թվացող ժպիտը։ Գիտեք, երբ հանդիպում ես մեկին, շրջապատի բոլորը հավանություն են տալիս։ Հենց այդպես էլ էր։ Մեր սիրահետումը նման էր ավանդական հեքիաթի։ Նա հորս թույլտվությունը խնդրեց նույնիսկ նախքան ինձ պաշտոնապես հրավիրելը։ Ընտանեկան ընթրիքները հաճախակի էին, որտեղ մեր մայրերը փոխանակվում էին բաղադրատոմսերով, իսկ հայրերը քննարկում էին հայկական քաղաքականությունը այլ երկրում ավանդույթները կենդանի պահելու մարտահրավերները։ 2 տարի անց նա ինձ ամուսնության առաջարկ արեց համայնքային տոնակատարության ժամանակ, բոլորի ներկայությամբ։ Այն գեղեցիկ էր, հուզիչ, իհարկե, ես համաձայնվեցի։ Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները անմիջապես սկսվեցին։ Եթե կարծում եք, որ բրազիլական հարսանիքները շատ աշխատանք են պահանջում, ապա պետք է ծանոթանաք ավանդական հայկական հարսանիքին։ Դա պարզապես արարողություն չէ, դա երկու ընտանիքների միության հրապարակային հռչակագիր է, մի իրադարձություն, որը ներառում է ամբողջ համայնքը։ Մայրս սկեսուր սկսեցին ամեն ինչ պլանավորել 1 տարի առաջ։ Դահլիճը պետք է տեղավորեր առնվազն 300 մարդ, քանի որ ցանկացած պակասը վիրավորանք կլիներ չհրավիրված յուրաքանչյուրի համար։ Հյուրերի ցուցակը կազմելը քաղաքական գործընթաց էր։ Քննարկվում էր յուրաքանչյուր անուն, համայնքի յուրաքանչյուր ընտանիք հաշվի էր առնվում։ Արգենտինայում ապրող հորեղբայրներ, զարմիկներ Հայաստանից, որոնք հատուկ պետք է գային հարսանիքի համար, բարեկամ ընտանիքներ, որոնք տասնամյակներ շարունակ մեր կյանքի մասն էին կազմել։ Արժեքը մոտենում էր 200,000 ռեալի, ներդրում, որը մեր երկու ընտանիքները պետք է կիսեին։ Հայրս ամիսներով աշխատում էր արտաժամյա, մայրս ամեն ինչի վրա խնայում, որպեսզի այս օրը կատարյալ լինի։ Մենք ուշադիր ընտրեցինք յուրաքանչյուր մանրուք։ Զգեստը ներմուծված էր նուրբ ժանյակից, որի ընտրության հարցում տատիկս օգնեց մեզ տատիկս Հայաստանից տեսազանգի միջոցով։ Ամուսնական մատանիները պատրաստել էր համայնքի հայ ոսկերիչը։ Ընթրիքի ճաշացանկը կազմելու համար շաբաթներ պահանջվեցին։ Այն պետք է ներառեր ոչ միայն ավանդական ուտեստներ, այլ գոհացներ բրազիլացի հյուրերին։ Խորովածը, հայկական խորովածը, մատուցվելու էր խաշլամայի հետ միասին։ Աղանդերի սեղանին լինելու էին փախլավա, գաթա, ինչպես նա բրիգադեյրո, մեր երկու մշակույթների հանդիպում։ Այս ամբողջ ընթացքում Լոնը թվում էր կատարյալ փեսացու։ Նա մասնակցում էր որոշումների կայացմանը, ուղեկցում էր ինձ մորս սրահ այցելություններին, իր կարծիքն էր հայտնում ծաղիկների վերաբերյալ։ Շաբաթավերջերին մենք միասին գնում էինք եկեղեցի, իսկ հետո ճաշում էինք մեր ընտանիքների հետ։ Նա աշխատում էր իր հորեղբոր ներմուծման ընկերությունում, խոստումնալից ապագա ուներ, հարգված էր համայնքում։ Բոլորը նշում էին, թե ինչպես ենք մենք իդեալական զույգ, որքան գեղեցիկ կլինեն մեր երեխաները, ինչպես ենք պահպանելու ավանդույթները հաջորդ սերնդի համար։ Գիտակցում եք, թե ինչպես ենք երբեմն տեսնում միայն այն, ինչ ուզում ենք տեսնել։ Հիմա մտածում եմ, թե քանի նշան եմ անտեսել, քանի որ կուրացել էի երջանկությունից, սպասումից, այն ճնշումից, որ ամեն ինչ ընթանում է սպասվածի պես։
Նա սկսեց ավելի շատ հանդիպել ընկերների հետ հարսանիքից մոտ 4 ամիս առաջ։ Նա ասաց, որ դա վաղ ամուրի երեկույթ է, որ իր ընկերները ցանկանում էին զվարճանալ, նախքան նա ամուսնացած տղամարդ դառնալը։ Ես կարծում էի, որ դա նորմալ է, նույնիսկ խրախուսում էի դա, ի վերջո, ամուսնությունը չի նշանակում բանտ, այնպես չէ՞։ Նրա բջջային հեռախոսի հաղորդագրությունները, որոնք նա սկսեց թաքցնել։ Էկրանը միշտ դեպի ներք էր, սարքը, գաղտնաբառով, որը նա հանկարծ փոխեց։ Երբ հարցրին, նա ծիծաղեց, ասաց, որ ես սթրեսի մեջ էի նախապատրաստական աշխատանքների պատճառով, որ դա նախահարսանեկան անհանգստություն էր։ Եվ գուցե այդպես էլ էր, որովհետև ես այնքան շատ բաներ ունեի մտքումս, որ թողեցի, որ դրանք անցնեն։ Քանի անգամ եք անտեսել ձեր բնազդները, քանի որ ստին հավատալն ավելի հարմարավետ էր, քան ճշմարտությանը դեմ առ դեմ նայելը։ Հարսանիքից 3 շաբաթ առաջ Բեյրութից եկավ զարմուհիս Սոնան։ Նա ինձանից մի քանի տարով մեծ է, միշտ ինձ համար մեծ քրոջ պես է եղել։ Նա մնաց իմ տանը, օգնելու վերջնական պատրաստություններին։ Մի երեկո մենք ծալում էինք անհատականացված անձեռոցիկները, որոնք պետք է օգտագործվեին ընթրիքի ժամանակ, նա նայեց ինձ այն լրջությամբ, որ ես անհարմար զգացի։ Սոնան հարցրեց ինձ, թե արդյոք լիովին վստահ եմ Լոնի հարցում։ Ես շփոթված էի, նույնիսկ մի փոքր վիրավորված։ Իհարկե, վստահ էի, մենք շաբաթներ էինք մնացել ամուսնությունից, ամբողջ համայնքը այնտեղ կլիներ, ամեն ինչ արդեն վճարված կազմակերպված էր։ Նա բռնեց ձեռքս, ասաց, որ երբեմն այն, ինչ արտաքինից կատարյալ է թվում, ներսում ճաքեր է թաքցնում։ Նա ասաց, որ ես պետք է ավելի շատ վստահեմ իմ բնազդներին։ Այդ զրույցը օրեր շարունակ արձագանքում էր իմ գլխում։ Այդ ժամանակ ես սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել։ Փոքրիկ բաները, որոնք ես նախկինում անտեսում էի, նոր իմաստ ստացան։ Նա թե ինչպես էր նայում, երբ հարցնում էի իր օրվա մասին։ Ավելի հաճախակի զբոսանքները։ Նրա հագուստի վրա երբեմն զգացվող տարբեր հոտը։ Այն անհարմար զգացողությունը ստամոքսում, որը զգում ես, երբ գիտես, որ ինչ-որ բան այն չէ, բայց դեռ ապացույցներ չունես։ Հարսանիքից 2 շաբաթ առաջ մենք փորձ արեցինք եկեղեցում։ Հայր Վարդանը, որը մեզ ճանաչում էր մանկուց, մեզ ուղեկցեց արարողության ծեսերի միջով։ Թագը կդրվեր մեր գլխին, մենք 3 անգամ կշրջեինք խորանի շուրջը, որը խորհրդանշում էր մեր համատեղ ճանապարհորդությունը Սուրբ Երրորդության ներքո։ Ամեն ինչ կատարյալ էր ընթանում։ Լոնը բռնեց ձեռքս, ժպտաց ինձ, ես այնքան էի ուզում հավատալ, որ իմ վախերը անհիմն էին։ Փորձից հետո ընթրիքի ժամանակ մեր ընտանիքները հավաքվեցին հայկական ռեստորանում։ Այնտեղ մոտ 40 մարդ կար, այդ թվում հորեղբայրներ, զարմիկներ, կնքամայրեր, հարսնաքույրեր։ Ուրախությունը վարակիչ էր։ Հայրս հուզիչ բաժակաճառ ասաց, պատմելով, թե ինչպես էր ամբողջ կյանքում սպասել դստեր ամուսնանալուն, թե ինչպես էր Լոնը այն փեսան, որին միշտ երազել էր։ Լոնի մայրը հուզմունքից լաց եղավ, ասելով, որ ես կլինեմ այն դուստրը, որը նա երբեք չի ունեցել։ Ինչպես կարող էի այդ պահին պատկերացնել, թե ինչ է լինելու։ Հենց Մարիամն էր, իմ պատվավոր հարսնացուն մանկուց ի վեր լավագույն ընկերուհին, ով առաջին անգամ կասկածեց ինչ-որ կոնկրետ բանի վրա։ Նա աշխատում էր հայկական թաղամասի գեղեցկության սրահում, այդ վայրը համայնքի համար իսկական տեղեկատվական կենտրոն էր։ Կանայք զրուցում էին, բամբասում կիսվում իրենց կյանքով, միաժամանակ մազերը հարդարելով։ Եվ հենց այնտեղ էր, որ նա լսեց դա։ Մարիամը զանգահարեց ինձ հարսանիքից 5 օր առաջ։ Նրա ձայնը տարօրինակ էր, լարված։ Նա խնդրեց ինձ հետ հանդիպել միայնակ, ասաց, որ դա շտապ է։ Մենք պայմանավորվեցինք հանդիպել մեր թաղամասից հեռու գտնվող մի սրճարանում, որտեղ համայնքից ոչ ոք մեզ չէր տեսնի։ Երբ ես ժամանեցի, նա գունատ էր, նյարդային շարժումներով սուրճի բաժակը ձեռքին։ Նրա պատմածը ստիպեց իմ աշխարհը դողալ։ Սրահի մի հաճախորդ, որին Մարիամը մշուշոտ ճանաչում էր համայնքից, եղունգները հարդարելիս ինչ-որ բան էր նշել։ Նա ասաց, որ Լոնին տեսել է քաղաքի մյուս ծայրում գտնվող արթրի կենտրոնում, տարօրինակ վարքագիծ այն մարդու համար, ով պետք է աշխատեր։ Նա երիտասարդ կնոջ հետ էր, նրանց միջ մտերմությունը չէր նմանվում պարզ ընկերների մտերմությանը։ Գրկախառնություններ, ձեռք-ձեռքի բռնած, այտին չափազանց երկար տաց համբույրներ։ Ստամոքսս խառնվեց։ Փորձեցի արդարացնել, անմեղ բացատրություններ փնտրել։ Կարող էր լինել զարմիկ, ընկեր, թյուրիմացություն։ Մարիամը բռնեց ձեռքերս, ասաց, որ ավելի մանրամասն ուսումնասիրել է։ Նա զգուշորեն խոսում էր այլ մարդկանց հետ, զգուշավոր հարցեր էր տալիս, առանց կասկածներ առաջացնելու։
Կային լուրեր, շուկներ, որոնք նա երբեք չէր պատմել ինձ, քանի որ վստահ չէր, քանի որ չէր ուզում ինձ վիրավորել անհիմն բամբասանքներով։ Բայց հիմա օրինաչափություն կար։ Լոնին տեսնում էին անսովոր վայրերում, միշտ նույն կնոջ հետ։ Զբոսանքներ, որոնք իմաստ չունեին նրա պատմած գրաֆիկների հետ։ Եվ ամենավատն այն էր, որ համայնքի որոշ մարդիկ արդեն գիտեին կամ կասկածում էին, բայց ոչ ոք համարձակություն չուներ ինձ պատմելու։ Կարող եք պատկերացնել այն նվաստացումը։ Հայտնաբերել, որ դուք կարող եք վերջինը լինել, ով կիմանա ձեր սեփական փեսացուի դավաճանության մասին։ Ես այդ սրճարանից դուրս եկա ցնցված վիճակում։ Մի մասն ուզում էր անմիջապես դեմ առ դեմ կանգնել նրա հետ, գոռալ, պատասխաններ պահանջել։ Մյուս մասը վախենում էր, որ դա ճիշտ է, վախենում էր փչացնել հարսանիքը արարողությունից 5 օր առաջ, վախենում էր այն ամոթից, որը դա կբերի իմ ընտանիքին։ Ֆինանսական ներդրումներից, արդեն ճանապարհորդած հյուրերից, 300 մարդու սպասումներից։ Ինչպես կարող էի ամեն ինչ փչացնել լուրերի պատճառով։ Բայց ես պետք է իմանայի ճշմարտությունը։ Այդ գիշեր, երբ Լոնը եկավ ինձնից ճաշի վերցնելու, ես նոր աչքերով հետեցի նրա յուրաքանչյուր քայլին։ Ինչպես էր նա հարկադրաբար ստուգում հեռախոսը, ինչպես էր խուսափում որոշակի թեմաներից, ինչպես էր թվում հեռուն նույնիսկ իմ կողքին լինելիս։ Ես հարցրի նրա օրվա մասին, պատասխանները շատ արագ եկան, չափազանց փորձված։ Ես որոշեցի, որ նրան չեմ առերեսվի առանց կոնկրետ ապացույցների։ Ես պետք է վստահ լինեի։ Սոնան, զարմուհիս, առաջարկեց, որ աննկատ ստուգենք։ Շարունակվում է։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ես դարձա մի մարդ, որին չէի ճանաչում։ Սկսեցի ուշադրություն դարձնել գրաֆիկներին, թվացյալ անփույթ հարցեր տալով, թե որտեղ է նա, ում հետ է։ Ես խնդրեցի Մարիամին ականջները բաց պահել համայնքի մասին։ Յուրաքանչյուր տեղեկություն սրտին խոցում էր, բայց ես ամբողջ ճշմարտությունն էի ուզում իմանալ։ Հարսանիքից 3 օր առաջ տեղի ունեցավ մի բան, որը կփոխեր ամեն ինչ։ Լոնն ասաց, որ պետք է վերջին րոպեի որոշ աշխատանքային հարցեր լուծի, որ ուշ կվերադառնա։ Նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան ինձ զգուշացրեց։ Սոնան, որը դեռ տանն էր մնում, տեսավ իմ դեմքի արտահայտությունը անմիջապես հասկացավ։ Նա առաջարկեց մի բան, որը ես երբեք չէի մտածի անել, հետել նրան։ Մենք վերցրինք նրա մեքենան, սպասեցինք անկյունում։ Երբ Լոնը դուրս եկավ տնից, մենք անվտանգ հեռավորություն պահպանեցինք։ Նա չէր գնալու աշխատանքի կամ որևէ այլ տեղ, որտեղ իմաստ կունենար իր նշած հարցերի համար։ Նա գնաց միջին խավի բնակելի թաղամաս, հեռու հայկական համայնքից։ Նա կայանեց մի համեստ շենքի առջ բարձրացավ վեր։ Մենք մնացինք այնտեղ, ես Սոնան, մեքենայի մեջ լուռ։ Սիրտս այնքան ուժեղ էր բաբախում, որ զգում էի այն քունքերումս։ 40 րոպե անց նա դուրս եկավ։ Բայց նա միայնակ չէր։ Նրա հետ էր մի երիտասարդ, գեղեցիկ կին երկար շագանակագույն մազերով։ Եվ նրանց հրաժեշտ տալուծը վերացրեց իմ մոտ եղած ցանկացած կասկած։ Երկար, կրքոտ համբույր շուրթերին։ Նրա ձեռքերը նրա դեմքին, ինչպես նա սովորություն ուներ ինձ հետ։ Սոնան ստիպված էր ինձ հետ պահել, որովհետև ուզում էի մեքենայից դուրս գալ։ Ուզում էի գոռալ, դեմ առ դեմ կանգնել նրա հետ, տեսարան սարքել հենց տեղում։ Բայց նա կանգնեցրեց ինձ, ասելով, որ մենք պետք է ռազմավարական լինենք, որ այդ պահին իմպուլսիվ գործելը միայն կվատթարացնի իրավիճակը։ Մենք լուսանկարեցինք, նկարահանեցինք։ Ապացույցները այնտեղ էին, անհերքելի, ոչնչացնում էին 3 տարվա հարաբերությունները, բոլոր այն ստերը, որոնք նա կառուցել էր։ Վերադարձի ճանապարհին մենք, ես Սոնան, լաց էինք լինում։ Դա միայն դավաճանության ցավը չէր, այլ այն ամենի ծանրությունը, որ պետք է գար դրանից հետո։ Ինչպես կարող էի պատմել ընտանիքիս։ Ինչպես կարող էի չեղարկել հարսանիքը արարողությունից 3 օր առաջ։ Ինչպես կարող էի դեմ առ դեմ կանգնել 300 մարդու հետ։ Ներդրված գումարին, արդեն ժամանող հյուրերին, հանրային ամոթին, որը պետք է ընկներ ինձ ընտանիքիս վրա։ Ես տուն հասա, ծնողներս հյուրասենյակում էին քննարկում էին հարսանիքի վերջին մանրամասները։ Հայրս, որը ամիսներ շարունակ աշխատել էր կրկնակի հերթափոխով, իր բաժինը վճարելու համար։ Մայրս, որը այնքան սեր երազանք էր ներդրել յուրաքանչյուր մանրուքի մեջ։ Ինչպես կարող էի ոչնչացնել նրանց ուրախությունը։ Եվ հենց այդ պահին ես որոշում կայացրի, որը շատերը կդիտարկեին որպես խելագարություն, բայց որը իմաստ ուներ իմ շփոթված վիրավոր մտքում։ Այդ գիշեր ես ոչինչ չասացի։
Բարձրացա սենյակս, կողպեցի դուռը մտածեցի. Շատ մտածեցի. Հայ համայնքը փոքր էր սերտ. Բամբասանքները տարածվում էին անտառային հրդեհի պես. Եթե ես հիմա չեղարկեի հարսանիքը, առանց հրապարակային բացատրությունների, մարդիկ պատմություններ կհորինեին. Նրանք կասեին, որ ես խնդիրներ ունեմ, որ անկայուն եմ, որ հանձնվել եմ. Լոնը կարող էր վերահսկել պատմությունը, խաղալ զոհի դերը. Եվ այդ ժամանակ էր, որ իմ գլխում սկսեց մի ծրագիր ձևավորվել. Մի ծրագիր, որը հնարավորինս հրապարակային կերպով կբացահայտեր ճշմարտությունը, որը Լոնին կստիպեր իր գործողությունների հետանքներին բախվել բոլոր նրանց առջ, ում նա ձացնում էր, թե հարգում է. Այո, դա կործանարար կլիներ, բայց ճշմարտությունը պետք է բացահայտվեր. Մարդիկ, ովքեր շշնջում էին իմ մեջքի ետում, պետք է տեսնեին, որ ես այն հիմարը չեմ, ինչպիսին կարծում էին. Ես զանգահարեցի Մարիամին առավոտյան ժամը 2-ին. Ես բացատրեցի այն ամենը, ինչ հայտնաբերել էի, ցույց տվեցի նրան լուսանկարներն ու տեսանյութերը. Նա ապշած էր, բայց երբ ես նրան պատմեցի իմ պլանի մասին, մի պահ լռություն տիրեց, նախքան նա ասաց. Դա կործանարար է լինելու, բայց նա արժանի է դրան. Մենք պետք է արագ ճշգրիտ գործեինք. Մենք ունեինք 72 ժամից էլ պակաս. Մարիամը մի ընկերուհի ուներ, որն աշխատում էր տեխնոլոգիական ոլորտում, մեկը, զուսպ վստահելի. Ես բացատրեցի, որ ինձ օգնություն է պետք ամեն ինչ հաստատող տեղեկատվությանը հասանելիություն ստանալու հարցում. Դա կարող է ներխուժող, նույնիսկ անբարոյական հնչել, բայց երբ հայտնաբերում ես, որ քո ամբողջ կյանքը սուտ է, բարոյականությունը դառնում է հարաբերական. Մեզ անհրաժեշտ էին հաղորդագրություններ, կոնկրետ ապացույցներ, որոնք Լոնին պաշտպանվելու տեղ չէին թողնի. Տեխնիկին հաջողվեց վերականգնել պահուստային զրույցները, որոնք Լոնը կարծում էր, թե ջնջել է. Եվ այն, ինչ մենք գտանք, ավելի վատ էր, քան ես պատկերացնում էի. Դրանք պարզապես պատահական հանդիպումներ չէին. Դա 8 ամսվա զուգահեռ հարաբերություններ էին. 8 ամիս տաց մանրակրկիտ ստեր աշխատանքի ընթացքում արտաժամյա աշխատանքի մատակարարների հետ հանդիպումների մասին. Կնոջ անունը Թալին էր. Նա նույնպես հայ էր, բայց այլ քաղաքի մեկ այլ համայնքից. Հաղորդագրությունները մտերիմ էին. Նրանք միասին ապագա էին պլանավորում. Նա ասաց նրան, որ ինձ հետ ամուսնությունը միայն ընտանեկան ճնշման պատճառով էր, որ ինքը իսկապես չի սիրում ինձ, որ մի քանի ամիս ամուսնությունից հետո կգտնի ամուսնալուծվելու նրա հետ լինելու միջոց. Նա ասաց, որ ես հարմարավետ եմ, որ մեր ընտանիքները լավ են լեզու գտնում, բայց իր սիրտը պատկանում է Թալինի սիրտին. Ամեն խոսքը սրտին խոցող հարված էր. Նա հաղորդագրություններ էր ստանում, որտեղ ծիծաղում էր հարսանիքի նախապատրաստական աշխատանքների վրա, այն անվանումը ընտանեկան կրկես ծաղրում էր, թե որքան էր մայրս ոգորված յուրաքանչյուր մանրուքով. Նա Թալինի հետ ընթրիքի էր տարել այն գումարով, որը ծնողներս մեզ տվել էին մեր ապագա տան համար կահույք գնելու համար. Դավաճանությունը միայն ռոմանտիկ չէր. Այն ֆինանսական, հուզական էր, մեր կառուցած ամեն ինչի լիակատար խախտում. Հարսանիքից 2 օր առաջ ես նստեցի Սոնայի Մարիամի հետ, պլանը վերջնականապես մշակելու համար. Ես չէի չեղարկի հարսանիքը. Ես կթողնեի, որ ամեն ինչ բնականորեն ընթանա մինչ հարմար պահը. Մենք պատրաստեցինք ներկայացում, ապացույցներով, լուսանկարներ, տեսանյութեր, հաղորդագրությունների էկրանի կադրեր. Վայրում կար մեծ էկրան, որը պետք է ցուցադրվեր մեր զույգի պատմության մասին հուզիչ տեսանյութ. Մենք պետք է փոխարինեինք այդ տեսանյութը. Դուք կարող եք մտածել, որ սա վրեժխնդրություն է, գուցե այդպես էլ է. Բայց դա ավելին էր, քան դա. Այն ճշմարտության մասին էր, նրա պատմությանը չթողնելու, ապագայում նա կարող է խաբել այլ կանանց պաշտպանելու մասին. Այն համայնքին ցույց տալու մասին էր, որ կանայք պարտավոր չեն լուռ ընդունել դավաճանությունը, ամոթից վախենալով. Հարսանիքից առաջ օրը սյուրռեալիստական էր. Լոնը նյարդային էր, բայց ես դա վերագրեցի փեսացուի սովորական նյարդային վիճակին. Մենք ողջույնի ընթրիք կազմակերպեցինք հեռվից եկած հյուրերի համար. Գրեթե 100 մարդ ռեստորանում, ծիծաղ, բաժակաճառեր, պատմություններ էին կիսվում. Ես շպտացի, գրկեցի, շնորհակալություն հայտնեցի մարդկանց, մինչդեռ ներքուստ կոտրված էի. Այդ գիշեր Լոնը գեղեցիկ ելույթ ունեցավ. Նա խոսեց այն մասին, թե որքան բախտավոր էր, որ գտել էր ինձ, թե ինչպես ես իր երազանքների կինն էի, թե ինչպես էր նա անհամբեր սպասում մեր համատեղ կյանքը սկսելուն. Մարդիկ ծափահարում էին, մայրս լաց էր լինում հուզմունքից. Ես նայեցի նրան, տեսա մի անծանոթի, մի դերասանի, որը դեր էր խաղում.
Ինչպես կարող էր նա այդքան լավ ստել։ Այդ գիշեր, մենակ իմ սենյակում, ես կրկին դիտեցի հաջորդ օրը ցուցադրվելիք տեսանյութը։ Ապացույցներն ամբողջությամբ այնտեղ էին, կազմակերպված, պարզ անմիջական պատմությամբ։ 3 րոպե, որը կոչնչացներ ամեն ինչ։ Ես լաց եղա, ոչ թե նրա կորստի, այլ այն վշտի համար, որը իմ կարծիքով մենք ունեինք կորցրած անմեղության վստահության խախտման համար։ Հարսանիքի օրը լուսացավ արոտ ու գեղեցիկ։ Հեգնական են, թե ինչպես եղանակը չի արտացոլում մեր ներքին դրամաները։ Ես արթնացա առավոտյան ժամը 6-ին։ Մայրս ու մորաքույրերս արդեն տանն էին, հուզված, պատրաստում էին ավանդական նախաճաշը։ Վարսահարդարն ու դիմահարդարը կժամանեին ժամը 8-ին։ Ես նայեցի հայելու մեջ, հազիվ ճանաչեցի կնոջը, որը հետ էր նայում։ Նրանք, ովքեր հետում են այս պատմությանը, հավանաբար կմտածեն, թե արդյոք ես իսկապես համարձակություն ունեցա մինչ վերջ գնալու։ Այդ առավոտյան կային պահեր, երբ մտածում էի հրաժարվելու, պարզապես աննկատելիորեն ամեն ինչ չեղարկելու մասին։ Բայց հետո հիշեցի նրա հաղորդագրությունները, որոնք ծիծաղում էին ինձ վրա, մեր հարաբերությունները սուտ անվանում, ապագա պլանավորում ուրիշի հետ, միաժամանակ ծածնելով, թե սիրում է ինձ։ Նախապատրաստությունը մեխանիկական էր։ Ես թույլ տվեցի, որ մազերս սանրեն, դիմահարդարվեն, հագցնեն։ Մայրս ուրախության արցունքներ էր թափում, ասելով, թե որքան գեղեցիկ տեսք ունեմ, որքան հպարտ է ինքը։ Նրա յուրաքանչյուր խոսք մեղքիս մեկ շերտ էր ավելացնում սրտիս, բայց ես գիտեի, որ ճշմարտությունը պետք է դուրս գար։ Իմ զգացմունքները պաշտպանելու համար ստելը միայն կերկարաձգեր տառապանքը։ Ժամը 3-ին մենք հասանք դահլիճ։ Այն ապշեցուցիչ էր։ Սպիտակ դեղձագույն ծաղիկներ ամեն անկյունում, սեղանները կատարյալ զարդարված, գլխավոր պատին դրված հսկայական էկրանը։ Մարիամն արդեն այնտեղ էր, համակարգելով վերջին մանրամասները։ Մեր հայացքները հանդիպեցին, նա թեթակի գլխով արեց։ Ամեն ինչ պատրաստ էր։ Հյուրերը սկսեցին ժամանել։ Ամբողջ ընտանիքներ, իրենց լավագույն հագուստներով, երեխաներ, ոգորված վազվզում շուրջ բոլորը, հին ընկերներ, վերամիավորվում։ 300 մարդ աստիճանաբար լցնում էր տարածքը ծիծաղով, սպասումով։ Իմ ընտանիքին դիմավորող յուրաքանչյուր մարդ ավելի ու ավելի էր ծանրացնում կրծքիս վրա։ Նրանք պատկերացում անգամ չունեին, թե ինչ էր սպասվում։ Լոնը ժամանեց իր փեսացուների ընտանիքի հետ։ Նա գեղեցիկ տեսք ուներ իր մուգ կոստյումով, փողկապը կատարյալ դասավորված։ Նա մոտեցավ ինձ արարողության սկսվելուց առաջ, ինչը տեխնիկապես չպետք է աներ, բայց ոչ մեկին դա չէր հետաքրքրում։ Նա բռնեց ձեռքերս, ասաց, թե որքան հուզված է, որքան է սիրում ինձ։ Ես նայեցի նրա աչքերի մեջ, ոչինչ չտեսա, բացի կեղծիքից։ Եկեղեցում արարողությունը սկսվեց սկզբում։ Հայր Վարդանը ծեսերը կատարեց իր սովորական հանդիսավորությամբ։ Թագերը դրվեցին մեր գլուխներին, մենք 3 անգամ պտտվեցինք խորանի շուրջը։ Ես ավտոմատ կերպով կրկնեցի երթումները, ձայնս տարօրինակ հանգիստ էր։ Լոնը թվում էր հուզված, նույնիսկ արցունքները հոսում էին։ Ինչ տպավորիչ ելույթ։ Երբ քահանան ասաց. «Դուք հիմա միավորված եք Աստծո առաջ», ծափահարություններ լսվեցին։ Բայց ես գիտեի, որ այս միությունը կխզվի մինչ արի մայր մտնելը։ Իրավական առումով մենք կարող էինք չեղյալ համարել այն։ Այն դեռ չէր ավարտվել, այնտեղ ճշմարտություն չկար։ Դա պարզապես մի բարդ շարատ էր, որը պատրաստվում էր ունենալ իր վերջին գործողությունը։ Ընդունելությունը սկսվեց ժամը 6-ին։ Հյուրերն արդեն բոլորը դահլիճում էին, սեղանները լիքն էին, զրույցների շշուկը լցնում էր օդը։ Ձավորումը կատարյալ էր, մատուցվող ուտելիքը, համեղ, ամեն ինչ ընթանում էր ըստ ծրագրի։ Եթե որը մեկը ուշադրություն դարձներ ինձ, կտեսներ, որ իմ ժպիտը չէր հասնում աչքերիս։ Մատուցվեց ընթրիք։ Խորոված խաշլամը, ավանդական աղցաններ, թարմ հայկական հաց։ Մարդիկ ուտում էին, խմում, տոնում։ Լոնը իր սեղանի շուրջ էր, շրջապատված ընկերներով, բարձրաձայն ծիծաղում էր, ընդունում շնորհավորանքներ։ Նա թվում էր անկեղծորեն երջանիկ, կարծես այլս չէր կրում ամիսներ շարունակ կրած դավաճանության բեռը։ Ելույթների ժամանակը հասավ։ Առաջինը խոսեց Լոնի հայրը, հուզիչ ելույթով այն մասին, թե ինչպես է որդին տղամարդ դարձել, թե որքան ողջունելի կլինե մեզ ընտանիքում։ Հաջորդը խոսեց հայրս, զգացմունքներից խեղդված ձայնով, այն մասին, թե որքան դժվար էր հրաժարվել դստերից, բայց նա այն մասին, թե ինչպես էր նա վստահում Լոնին, որ նա կխնամի ինձ։ Եթե միայն իմանար։
Մարիամը հեռվից նայեց ինձ աննկատելի ժեստ արեց. Ժամանակը գրեթե էր. Սիրտս արագ էր բաբախում. Այդ դահլիճում 300 մարդ անտեղյակ էր, թե ինչ էր պատահելու. Ես խորը շունչ քաշեցի. Հետդարձի ճանապարհ չկար. Արարողության վարողը հայտարարեց, որ այժմ կցուցադրվի զույգի պատմության մասին հատուկ տեսանյութ. Լույսերը մասամբ մարեցին, էկրանը լուսավորվեց, զրույցները դադարեցին. Բոլորը ուշադրությունը սեռեցին էկրանին. Լոնը նայեց ինձ ժպտաց, մտածելով, որ դա կլինի այն ռոմանտիկ տեսանյութը, որը մենք ենթադրաբար պատրաստել էինք. Էկրանին սկզբում ցուցադրվեց մեր լուսանկարը, մեր հարաբերությունների սկզբից. Հետո, մեկ այլ լուսանկար, ամուսնության առաջարկից. Մարդիկ սկսեցին կարոտից հառաչել. Բայց հետո պատկերը փոխվեց. Դա Լոնի Թալինի լուսանկարն էր, գրկախառնված, նրա շենքի առջ. Սենյակում սկսեց մրմունջ բարձրանալ. Մինչ որը մեկը կհասցներ լիովին մշակել դրանք, հաղորդագրությունները ժամանեցին. Մեծացված հսկա էկրանին, որպեսզի բոլորը կարողանային կարդալ դրանք. Անահիտի հետ ամուսնությունը միայն ընտանիքի ճնշման պատճառով է. Ես սիրում եմ քեզ, դու իմ իրական ընտրությունն ես. Ես այլս չեմ կարողանում ծածնել, երբ նրա հետ եմ. Յուրաքանչյուր հաղորդագրություն հայտնվում էր մի քանի վայրկյան, նախքան հաջորդը. Դահլիճում տիրող լռությունը խլացնող էր. 300 մարդ լիակատար ցնցման մեջ էր. Ես տեսա, թե ինչպես մայրս ձեռքը դրեց բերանին, հայրս գունատվեց. Լոնի մայրը վեր կացավ աթոռից. Լոնը քարացել էր, նրա դեմքը շփոթմունքից փոխվեց լիակատար խուճապի. Տեսանյութը շարունակվեց. Ավելի շատ լուսանկարներ, ավելի շատ հաղորդագրություններ, այդ թվում այնպիսիք, որտեղ նա ծիծաղում էր նախապատրաստական աշխատանքների վրա, ծաղրում էին մեր ընտանիքների կողմից կազմակերպվող չկրկեսը. Եվ հետո տեսանյութը, որը նկարահանեցինք ես Սոնան, Լոնն ու Թալինը համբուրվում են հարսանիքից 3 օր առաջ նրա բնակարանի առջ. Սկսվեցին արձագանքները. Ճիչեր, լաց, աթոռներ հրելը. Լոնի մայրը հայերեն ինչ-որ բան էր գոռում, որը ես չէի կարողանում հասկանալ. Հորս հետ էին պահում հորեղբայրներս, որոնք փորձում էին հասնել Լոնին. Համայնքի տարեց կանայք բոլորը միանգամից սկսեցին խոսել, նրանց ձայները ստեղծեցին զայրույթի քաոսային տեսարան. Վերջապես Լոնը արձագանքեց. Նա վեր կացավ, փորձեց գալ դեպի ինձ, բայց նրան կանգնեցրին իմ ընտանիքի մի քանի տղամարդիկ. Նա գոռաց, որ կարող է բացատրել, որ դա այն չէ, ինչ թվում էր, բայց նրա խոսքերը դատարկ էին այն ապացույցների դեմ, որոնք բոլորը հենց նոր տեսել էին. Նրա ընկերներից մի քանիսը փորձեցին անջատել էկրանը, բայց արդեն ուշ էր. Բոլորն արդեն տեսել էին դա. Ես վեր կացա աթոռիցս. Բոլոր 300 մարդիկ նայեցին ինձ. Ես վերցրի միկրոֆոնը, որը դրված էր արարողության վարողի սեղանին. Երբ սկսեցի խոսել, ձայնս ավելի կոշտ հնչեց, քան սպասում էի. Ես ասացի, որ ներողություն եմ խնդրում անհարմարության համար, բայց որ նրանք արժանի են իմանալ ճշմարտությունը. Որ 8 ամիս շարունակ ինձ խաբել են, դավաճանել, ծաղրել մեջքիս ետում. Որ այն տղամարդը, որի հետ ես պատրաստվում էի միավորել կյանքս, պլանավորում էր լքել ինձ մի քանի ամիս ամուսնությունից հետո. Որ մեր ընտանիքների ներդրած գումարը, նրա մեջ դրած երազանքները, այդ ամենը նրա համար ֆարս էր. Ես բացատրեցի, որ ճշմարտությունն իմացել եմ ընդամենը 3 օր առաջ, բայց որոշել եմ չչեղարկել, քանի որ համայնքը արժանի է տեսնել Լոնի իրական կերպարը. Որ մյուս կանայք արժանի են պաշտպանված լինել նրա ստերից. Որ ամոթը չպետք է ընկնի ինձ վրա, զոհ լինելու համար, այլ նրա վրա, դավաճան լինելու համար. Սենյակը պայթեց արձագանքներից. Որոշ կանայք վեր կացան մոտեցան ինձ գրկելու. Մյուսները լաց էին լինում. Համայնքի տարեց տղամարդիկ շրջապատեցին Լոնի ընտանիքին, նրանց արտահայտությունները խիստ դժգոհություն էին արտահայտում. Հայկական մշակույթում պատիվը ամեն ինչ է, Լոնը ոչնչացրել էր ոչ միայն իմ, այլ իր սեփական ընտանիքինը. Լոնի հոր դեմքը կարմրել էր, զայրույթից կամ ամոթից, գուցե երկուսից էլ. Նա մոտեցավ որդուն բոլորի ներկայությամբ ապտակեց նրա դեմքին. Դա ցնցող էր, բռնի, բայց նա խորհրդանշական. Դա հանրային ամենախիստ դժգոհությունն էր, որ կարելի էր պատկերացնել. Լոնը փորձեց պաշտպանվել, կակազելով բացատրություններ տալով, բայց ոչ ոք չէր ուզում լսել. Ապացույցները անհերքելի էին, հրապարակային, նվաստացուցիչ.
Նրա ընկերներից մի քանիսը սկսեցին հեռավորություն պահպանել, բառացիորեն ստեղծելով ֆիզիկական հեռավորություն։ Նրա ընկերուհին Թալինը այնտեղ չէր, բայց վստահ եմ, որ մի քանի ժամվա ընթացքում հայ համայնքի բոլոր անդամները նույնպես կիմանան նրա անունը։ Մայրս մոտեցավ ինձ, արցունքները հոսում էին դեմքից, բայց ոչ տխրության։ Հպարտության արցունքներ։ Նա ամուր գրկեց ինձ շշնջաց ականջիս. «Դու ավելի ուժեղ ես, քան ես երբե եղել եմ»։ Դա քանդեց այն պատնեշը, որը ես կառուցել էի։ Ես սկսեցի լաց լինել հենց այդ պահին, դեռս հարսանեկան զգեստովս, ձեռքումս ծաղկեփունջը, որն այժմ իմաստ չուներ։ Դահլիճը աստիճանաբար սկսեց դատարկվել։ Ոմանք եկան հրաժեշտ տալու, աջակցություն առաջարկելու, ասելու, որ ճիշտ բան են արել։ Մյուսները լուր հեռացան, դեռս մտորելով այն դրամայի հետ, որին ականատես էին եղել։ Լոնի ընտանիքը արագ հեռացավ, գլուխները կախ, կրելով այն ամոթը, որը նա բերել էր իրենց վրա։ Լոնը դեռ այնտեղ էր, միայնակ նստած սեղանի մոտ, գլուխը ձեռքերում։ Մի կարճ պահ ես գրեթե կարեկցանք զգացի։ Բայց հետո հիշեցի հաղորդագրությունները, իմ հաշվին լսվող ծիծաղը, այն ծրագրերը, որոնք նա ծրագրել էր ինձնից ազատվելու համար, կարծես ես միանգամյա օգտագործման լինեի։ Կարեկցանքը գոլորշիացավ։ Մարիամն ու Սոնան ինձ տարան սրահի նախապատրաստական սենյակներից մեկը։ Նրանք օգնեցին հանել հարսանեկան զգեստս, այն երազանքի խորհրդանիշը, որը երբեք չիրականացավ։ Ես հագա մի պարզ զգեստ, որը Մարիամը մտածված կերպով բերել էր։ Նայեցի հայելու մեջ, տեսա մի այլ կնոջ։ Ավելի տարեց, ավելի հոգնած, բայց նա ավելի ուժեղ։ Հաջորդող շաբաթները լարված էին։ Պատմությունը հրդեհի պես տարածվեց հայ համայնքում։ Ոչ միայն Սան Պաուլոյում, այլ ամբողջ աշխարհում կապված ընտանիքների ցանցերում։ Լոնը դարձավ հասարակության մեկուսացված անդամ։ Նա կորցրեց աշխատանքը հորեղբոր ընկերությունում։ Նրա ընտանիքը մեկուսացվեց համայնքային միջոցառումներից։ Նրա բերած ամոթը ազդեց նրա շրջապատի բոլորի վրա։ Որոշ մարդիկ քննադատեցին իմ որոշումը, ամեն ինչ հրապարակայնորեն բացահայտելու։ Նրանք ասացին, որ դա դաժան է, ավելորդ, որ ես կարող էի դա անձնական ճանապարհով լուծել։ Սակայն այս քննադատությունները հիմնականում գալիս էին այն մարդկանցից, ովքեր երբեք այս կերպ չէին դավաճանվել, ովքեր երբեք չէին զգացել խաբված լինելու ամոթը, մինչդեռ շուրջ բոլորը շշնջում էին, բայց ոչ ոք չէր ասում։ Այլ կանայք սկսեցին դիմել ինձ։ Ոմանք նմանատիպ պատմություններ ունեին, մյուսները շնորհակալություն էին հայտնում ինձ ցույց տալու համար, որ մենք պարտավոր չենք լռության մեջ ընդունել դավաճանությունը։ Ես ակամայից դարձա համայնքի այն կանանց ձայնը, որոնց միշտ սովորեցրել են ընտանեկան ներդաշնակությունը սեփական արժանապատվությունից վեր դասել։ Ամուսնության չեղարկման գործընթացը պարզ էր, քանի որ ամուսնությունը կնքված չէր, կային խարդախության հստակ ապացույցներ, հանգամանքների բերումով մենք սրահից հետ վերադարձրեցինք գումարի մի մասը, ծնողներս խորապես վիրավորված էին, ոչ թե ինձանից, այլ իրավիճակից, վստահության այդքան հրապարակային խախտումից։ Թալինը, մյուս կինը, 1 ամիս անց կապվեց ինձ հետ։ Նրան անձամբ տեսնելը սյուրռեալիստական էր։ Նա չգիտեր, որ ես գոյություն ունեմ։ Լոնը նրան ասել էր, որ ինքը ամուրի է, որ իր ընտանիքը ավանդական է, բայց ինքը ժամանակակից։ Նա նույնպես նրա ստերի զոհն էր եղել։ Տարօրինակ է, բայց ես նրա նկատմամբ զայրույթ չէի զգում։ Մենք դա միասին զգացինք մեր կրած մանիպուլյացիայի պատճառով։ Չկայացած հարսանիքից 3 ամիս անց ես սկսեցի թերապիա։ Ես հասկացա, որ զայրույթն ու վիրավորանքը կրելը միայն վնասում էր ինձ։ Այն, ինչ ես արեցի սրահում այդ օրը, անհրաժեշտ էր ինձ համար այդ պահին, բայց ես պետք է առաջ շարժվեի, բուժվեի, վերակառուցվեի։ Թերապտը օգնեց ինձ հաղթահարել ոչ միայն դավաճանությունը, այլ մշակութային ճնշումը, սպասումները, ինքնության կորուստը, որը ես կառուցել էի Լոնի հարսնացուն լինելու շուրջ։ Այսօր, գրեթե 1 տարի անց, ես բոլորովին այլ տեղում եմ։ Ես վերադարձել եմ ուսմանս, մի բան, որը դադարեցրել էի, կենտրոնանալու հարսանիքի նախապատրաստությունների վրա։ Ես վերամիավորվել եմ իմ այն մասերի հետ, որոնք անտեսել էի։ Ես հասկացա, որ իմ ինքնությունը պարտադիր չէ կապել ինչ-որ մեկի կինը լինելու հետ, որ ես կարող եմ ամբողջական լինել ինքնուրույն։ Հայ համայնքը մինչ օրս խոսում է այդ օրվա մասին։ Այն դարձել է լեգենդ, զգուշացնող պատմություն, քաջության կամ խելագարության օրինակ, կախված նրանից, թե ով է այն պատմում։
Համայնքում որոշ հարսանիքներ չեղարկվել կամ հետաձգվել են հարսնացուների կողմից, ովքեր սկսել են ավելի շատ հարցեր տալ, ավելի շատ հետաքննել չընդունել վտանգի ազդանշանները սոցիալական ճնշման պատճառով։ Առաջին մի քանի ամիսների ընթացքում Լոնը մի քանի անգամ փորձեց կապվել ինձ հետ։ Հաղորդագրություններ, որոնցում ներողություն էին խնդրում, ասում էին, որ շփոթված է, որ սարսափելի սխալ է թույլ տվել։ Ես արգելափակեցի կապի բոլոր միջոցները։ Նա ոչինչ չէր կարող ասել, որը կփոխեր իր արածը։ Ներողությունները դատարկ են, երբ դավաճանությունն այդքան մանրակրկիտ երկարատ էր։ Ես լսել եմ, որ նա տեղափոխվել է մեկ այլ նահանգ, փորձելով նորից սկսել, հեռու իրեն ճանաչող համայնքից։ Նրա ընտանիքը դեռ այստեղ է, դանդաղորեն փորձելով վերականգնել նրա հեղինակությունը։ Ես կարեկցում եմ նրանց, հատկապես նրա մորը, ով մեղավոր չէր որդու ընտրությունների համար, բայց կրում է սոցիալական հետանքները։ Հետ նայելով ամեն ինչի, վստահ չեմ, որ նույնը կանեի, եթե կարողանայի վերադառնալ անցյալ։ Հանրային բացահայտումը արդարություն բերեց, բայց նա երկարացկեց բազմաթիվ անմեղ մարդկանց տառապանքը։ Բայց ես նա լիովին չեմ զղջում դրա համար։ Իմ պատմությունը վերականգնելու, լուրջ զոհ չլինելու մեջ ուժ կար։ Ես սովորեցի, որ ավանդույթն ու մշակույթը կարևոր են, դրանք կապում են համայնքներն ու ինքնությունները, բայց դրանք չեն կարող օգտագործվել որպես պատրվակ, անարժանապատիվ վերաբերմունք ընդունելու համար։ Որ ընտանեկան պատիվը չպետք է ընկնի այն կանանց ուսերին, ովքեր պետք է լրացնեն բռնությունն ու դավաճանությունը, արտաքին տեսքը պահպանելու համար։ Ես սովորեցի, որ իսկական սերը չի գալիս բարձ տերով, որ բնազդը սովորաբար ճիշտ է լինում նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ուզում ենք անտեսել այն։ Ես սովորեցի, որ քաջությունը երբեմն արտաքին մարդկանց համար խելագարություն է թվում, բայց ցավ զգացողները գիտեն, թե ինչ պետք է անեն գոյատելու համար։ Եթե կարդում կամ լսում եք այս պատմությունը, նույնանում եք դրանով, եթե հարաբերությունների մեջ եք, որտեղ ինչ-որ բան այնպես չէ, վստահեք ինքներդ ձեզ։ Հետաքննեք, հարցականի տակ դրեք, մի ընդունեք բացատրություններ, որոնք ձեր սիրտը գիտի, որ սուտ են։ Եվ եթե հայտնաբերեք դավաճանություն, իմացեք, որ ամոթը երբեք ձերը չէ։ Դուք չեք ձախողվել վստահելով։ Դավաճանողը ձախողվել է, խախտելով այդ վստահությունը։ Երբեմն ես դեռ լաց եմ լինում այն բանի համար, ինչը կարող էր լինել, այն երազանքի համար, որը ես կրում էի 3 տարի։ Բայց ես ավելի շատ լաց եմ լինում երախտագիտությունից, որ հայտնաբերել էի այն ամուսնությունից տարիներ առաջ, երեխաների ներգրավվելուց առաջ, մինչ խարդավանքն ավելի խորացավ։ Այդ օրը սրահում իմ կյանքի ամենավատ օրն էր, բայց դա նա այն օրն էր, երբ ես փրկեցի իմ ապագան։ Նրանց, ովքեր ինձ աջակցեցին, շնորհակալություն։ Նրանց, ովքեր ինձ դատեցին, ոչինչ։ Իսկ Լոնին, որտեղ էլ որ լինի, հուսով եմ նա սովորել է, որ գործողություններն ունեն հետանքներ, որ մարդիկ միանգամյա օգտագործման չեն, որ ստերը ի վերջով բացահայտվում են։ Ճշմարտությունը միշտ դուրս է գալիս։ Հարցն այն է, թե երբ ինչպես։ Իմ կյանքն այժմ իմն է, կառուցված իմ ընտրած պայմաններով, մարդկանց հետ, ովքեր իսկապես գնահատում են ինձ։ Եվ դա, չնայած ճանապարհին կրած բոլոր ցավերին, ավելի արժեքավոր է, քան ցանկացած կեղծ ամուսնություն կարող է լինել։ Ես Անահիտն եմ, ես այլս դավաճանված հարսնացուն չեմ, ես այն կինն եմ, որն իր արժանապատվությունը սոցիալական կոնվենցիաներից վեր դասեց։ Եվ իմ այս տարբերակը ամենաճշմարիտն է, որ ես երբեք եղել եմ։ Եթե այս պատմությունը որևէ կերպ հուզել է ձեզ, եթե այն ստիպել է մտածել ձեր սեփական հարաբերությունների կամ ընտրությունների մասին, կիսվեք դրանով նրանց հետ, ովքեր կարիք ունեն լսելու այն։ Եվ եթե ուզում եք լսել ավելի շատ պատմություններ նոր սկիզբների կանացի ուժի մասին, գիտեք, թե որտեղ կարող եք գտնել ինձ։ Երբեմն լավագույն պատմությունները չունեն ավանդական երջանիկ ավարտներ, բայց դրանք ունեն իրական ավարտներ։ Եվ ճշմարտությունը ես հայտնաբերել եմ, ավելի արժեքավոր է, քան ցանկացած ֆանտազիա։